Բարի երեկո, մենք Վանաձորում ենք Ստեփան Զորյանի անվան 22 դպրոցում, այստեղ ընթանում է Հեկտոնյան մանկություն 2015 մրցույթը, ինչպես գիտեք, հանրային լրագրության ակումբը, Microsoft Innovation կենտրոնը համահիմնադիրն են այս մրցույթի, իրականացնում են ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Microsoft Array եւ այս տարի Հեկտոնյան մանկության մրցույթին աջակցում է նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։ Վանաձորում անցկացումը իհարկե պատահական բնույթ չի կրում, այստեղ Վանաձորում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու համար։ Թեման թեև վերնագրված է մանկություն, մրցույթի անվանումը մանկություն է, բայց մասնակիցների տարիքային սահմանափակում չկա։ Այս պահին իմ զրուցակիցներն են Հեկտոնյանի մասնակիցներից, թիմերից, Polytech High School-ից մասնակից եւ մեքենաների շտապ օգնության ծրագրի համահեղինակներից մեկը։ Ողջույն, ինչպես եք։ Բարև ձեզ, լավ շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Մենք այսպես հերթականությամբ կփորձենք ծանոթանալ ձեր նախագծերին եւ գաղափարներին։ Կխնդրեմ ներկայացնեք որն է ձեր գաղափարը, ինչ եք իրականացնում այս 24 ժամվա ընթացքում։ Նախ նշեմ, որ մենք ներկայացնում ենք Երևանի պոլիտեխնիկի ավագ դպրոցը, մենք թիմում 5 հոգի ենք եւ մենք ներկայացնում ենք մենթորների հետ կապված ծրագիր, այսինքն մեր ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք գտնել մարդիկ, ովքեր որ ունեն ֆինանսական աջակցության կարիք եւ բարեգործներ, ֆինանսական աջակցության կարիք ունեցողները հիմնականում բաժանվում են մի քանի ոլորտների, դրանք այն մարդիկ են, ովքեր որ ցանկանում են ուսանել որևէ հաստատությունում, յուրաքանչյուր բուհերում կամ միջազգային դպրոցներում, այնուհետև գիտնականներ, ովքեր որ ունեն նորարարական ծրագրեր, սակայն անհրաժեշտ գումար չունեն, որպեսզի ստեղծագործեն, եւ հաստատություններ, ովքեր որ ցանկանում են վերանորոգել ինչ-որ տարածք կամ սենյակ, չգիտեմ։ Այդպես նախ ուզում եմ նշել, որ մենք հենց զրոյից ենք սկսել մեր ծրագիրը, այսինքն ոչ մի բան չենք բերել մեզ հետ, դրա համար մեր ամբողջ կայքը դեռ ավարտուն վիճակում չի, սակայն ես կարող եմ ցույց տալ հիմնական մասերը։ Այստեղ մեզ մոտ կան top մենթորները, առանձին top մենթիները, մենք ունենք այստեղ լոգինի տեղ, հետո search-ի տեղ ունենք, մեր մասին ինֆորմացիաներ ունենք, առանձին մենթորների եւ մենթիների գրանցման տեղ ունենք նյուզեր եւ իվենթներ, որոնց միջոցով մենք բարեգործների գովազդը կկատարենք մեր էջում, այսինքն փոխադարձաբար շահույթ կլինի եւ մենթիների համար եւ մենթորների համար։ Այսքանը։ Շնորհակալություն, ձեր նախագիծը ասացիք, որ զրոյից եք սկսել, որքան մասն եք պատրաստել եւ ինչքան դեռ ունեք աշխատանք իրականացնելու։ Նախ մենք ամենակարևոր բանը ավարտել ենք, այսինքն մենթորների եւ մենթիների լրացնելու տեղը, հիմա մնացել է հենց կայքի դիզայնի մասը, այսինքն ամբողջ ֆունկցիաները կատարվում են, սակայն մնացել է միայն վերջնականորեն որոշել որտեղ որ մասն լինելու եւ այլն։ Ձեր թիմում քանի մասնակից կա, ովքերով եք իրականացնում այս նախագիծը։ Արդեն նշեցի, որ թիմում 5 հոգի ենք, 1 պրոֆեսիոնալ ծրագրավորողներ, 2 սկսնակ ծրագրավորողներ եւ 2 ոչ ծրագրավորողներ ենք։ Եվ այդպես իրար օգնելով տարբեր մենք դաղացումներ ենք տալիս ոչ ծրագրավորողները եւ ծրագրավորողների հետ համագործակցելով իրականացնում ենք մեր մտքերը։ Այստեղ է ձեր թիմը կազմավորվել, թե մտել որպես թիմ գործում եք։ Մեր թիմը նախ ասեմ, որ ընդհանրապես մեկ օրում ենք կազմել թիմը եւ իմացել ենք դեկտեմբերի 2-ին, այսինքն մոտավորապես դեկտեմբերի 4-ին էր վերջանում այդ օրը, գրանցվելու օրը վերջանում էր դեկտեմբերի 4-ին եւ մենք ընդհանրապես 2 օր ժամանակ ունենք մտածելու ինչ ենք կազմակերպելու եւ ովքերով ենք մասնակցելու։ Ինձ թվում է, որ կարողացանք հաղթահարել եւ թիմ կազմեցինք։ Ձեզ համար ինչպիսի հնարավորություն է նմանատիպ միջոցառումների մասնակցությունը։
Նախ առաջին հերթին ինձ թվում է այս միջոցառումներին մասնակցելը մեզ կոփում է եւ պատրաստում է հետագա փորձություններին, քանի որ հիմա մենք դեռ շատերս դեռահասներ ենք թիմում եւ ընդհանրապես փորձ չունենք, սակայն նմանատիպ ծրագրերի միջոցով մենք կարողանում ենք արդեն տեսնել ինչերի պետք է գնանք, որպեսզի հաղթանակի հասնենք։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ, հաջողություն ձեր ծրագրին, ձեր նախագծին։ Շնորհակալություն եմ հայտնում, մենք շարունակենք մեր հարցազրույցը արդեն մեքենայի շտապօգնության ծրագրի համահեղինակներից։ Կխնդրեմ, որպեսզի ներկայանաք ձեր թիմը։ Բարև ձեզ, ես Արտուրն եմ, մենք ներկայացնում ենք մեքենայի շտապօգնությունը, այսինքն մեր կայքը օգնել է վարորդներին իրենց մեքենաներով եւ խափանվել է իրենց մեքենան, օրինակ մեր պատրաստը մի քիչ պատրաստ չի, օրինակ եթե նրանք գտնվում են այստեղ ու օրինակ շարժիչի պրոբլեմ ունեն, օրինակ կամ անվադողերի խնդիր ունեն, այստեղ մտնել են մեր կայք, ծառայություններ են մտնելու եւ այստեղ ծառայություններ էլեկտրիկի ծառայություն ընթացային մասի մասնագետ, հայերեն լեզվով խադավիկ, դասմանակի մասի մասնագետ, շարժիչի մասնագետ եւ այս ցուցակը երկարելու է միջև որ վերջանան մասնագետները։ Իսկ այդ տվյալները որտեղից եք հավաքագրում։ Մենք հավաքագրելու ենք տվյալները կոնկրետ այդ մարդկանցից, օրինակ գնալու ենք AB Garage C, այսինքն AB Garage SP, որոնք ենթադրենք գտնվում են Գրիգոր Լուսավորիչ փողոցի Վանաձորի եւ այնտեղ կապ ենք հաստատելու իրենց հետ, պայմանագիր ենք ընկելու, որ իրենց գովազդը մեր մոտ տեղադրենք, որ մեր կայքից օգտվեն բոլոր վարորդները, ինչ որ խափանման դեպքում։ Այդքանն է, տենց կարելի ասել մեր սայթը։ Ինչպես առաջացավ այս ծրագրի գաղափարը։ Արդյոք կար այս խնդրի առկայությունը Հայաստանում։ Ճիշտ ասած, այս խնդրի առկայությունը կար նրանից հետո, երբ որ աղջիկ վարորդները սկսեցին առաջանալ ու ճանապարհներին սկսեցին կանգնել, ասել փչացելա չի խոտ ընկնում։ Դուք աղջիկներին օգնելու համար եք իրեն։ Աղջիկներին օգնելու համար շատ կարելի ասել, որովհետև իրենք չեն հասկանում անվադողը որ թսկելա ինչ պետք է անեն կամ իրենք այդքան ուժ չունեն։ Սա ամեն դեպքում վարորդների օգտակարության համար է։ Սկզբնական գաղափարը մեքենա շտապօգնություն, որ տեղում հասնի, օրինակ, մի հատ մարդ փոխի անվադողը ու գնա։ Այսինքն այդ մասը մեր հաջորդ էտապն է լինելու։ Իսկ դեռ հիմա մտածում եմ, որ իրենք ընդհանրապես պայմանագիր կնքելով լինի։ Իսկ ինչ է կարծում, նմանատիպ ծրագրերը կյանքի կոչելու համար ինչ աջակցության կարիք ունեն ստարտափերը, նոր թիմերը։ Արդյոք ներդրումների շատ փողային կարիք ունեն ոչ, ոգի աջակցություն ուղղորդման մենթորը տեղը լինի իրանց համար, օրինակ ստարտափին պետք է ընդհանրապես տեղ, որտեղ ինքը աշխատում է, ինչով է աշխատում ու լավ մթնոլորտ, այդքան լրիվ բավարար է, որ ինքը կարողանա ինչ-որ պրոդուկտ ներկայացնի, իսկ պրոդուկտ ներկայացնելուց հետո ինքը իր այդ ամեն ինչը տվողին կարա հետ վերադարձնի այս ինչա կոչում պայմանագրերի միջոցով։ Առաջին անգամ եք մասնակցում նմանատիպ միջոցով։ Բայց ընդհանրապես պրոյեկտներին ոչ։ Ես մոռացա նշել, որ մեր թիմը տրեյնինգի թիմ է, Microsoft Innovation Center-ի տրեյնինգի թիմ ենք մենք, որոնք աշխատում են շարժքի վրա իրականում, պրոստը մենք որոշեցինք, որ կարելի է հեկատոն գալ ուրիշ պրոյեկտ ներկայացնել, մենք 3 հոգի ենք։ Շատ լավ։ Ձեզ հաջողություն, ձեզ նաև նույնպես հաղթանակ։ Շնորհակալություն ձեզ։ Ես հիշեցնեմ, որ Վանաձորում Ստեփան Զորյանի անվան 22 դպրոցում իրականանում է Հեկտոնյան մանկություն 2015 մրցույթը։ Մասնակիցները 24 ժամ շարունակ աշխատելու են իրենց գաղափարները կյանքի կոչելու, դարձնելու գործող ստարտափեր, գտնելու այն տեխնոլոգիական լուծումը իրենց գաղափարների, որոնք ուղղված են որևէ խնդրի լուծմանը։ Մնացեք մեզ հետ, մենք քիչ ավելի ուշ նորից եթերում կլինենք։ Շնորհակալություն։